Բարի լույս, սիրելիներ, տեսեք, թե ինչ գեղեցիկ պատկամ է տալիս Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված իր նամակի 2-րդ գլխում։ Ահա թե ինչու նա հրեշտակներին օգնելու համար երբեք ձեռք չմեկնեց, այլ Աբրահամի սերնդին, ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծո առաջ իր ծառայության մեջ, քավելու ժողովրդի մեղքերը, որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։ Անշուշտ հասկացաք, այս խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսին է վերաբերում։ Ինչպես որ Տերը չարչարվեց, այդպես էլ կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր փորձության մեջ են։ Բայց կարևորագույն մի կետ է նաև այն հանգամանքը, որ նման եղավ մեզ, այսինքն հրեշտակներին չնմանվեց, հրեշտակակերպ չհայտնվեց մեզ, այլ մարդացավ։ Եվ սա չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, ընդունել, յուրացնել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօրվա խորհուրդը, սիրելիներ, մեզ սովորեցնում է Քրիստոսին տեսնել մեզ նման։ Այո, Քրիստոսին տեսնել մեզ նման, սիրելիներ, որպեսզի զգալ հարազատությունը մեր և Տիրոջ մեջ։ Երբեմն փորձությունների մեջ սեփական անձին հարցնել այս պահին ինչ կաներ Քրիստոս, եթե լիներ իմ փոխարեն, եւ սա կարևոր է մեզ համար, որովհետեւ այս կողմ այն կողմ նայել պետք չէ, մոլորվել պետք չէ, ուղղակի որպես քրիստոնյաներ պետք է հաստատակամորեն նայել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Դրա համար Տերը մարմնացավ, որպեսզի յուրաքանչյուր մեկս կարողանանք իր մեջ տեսնել մեր կյանքը եւ մեր կյանքի մեջ տեսնել իր ներկայությունը։ Այնպես որ այսօրվա խորհուրդը գեղեցիկ է բոլորիս համար, սիրելիներ։ Մենք պետք է հետևենք Տիրոջը, իսկ հետևել Տիրոջը նշանակում է տեսնել միայն նրան, անգամ կյանքի դժվարությունների եւ փորձությունների մեջ, որովհետեւ այլ տարբերակ եւ այլ ընտրություն չկա հաղթել, առաջ ընթանալ եւ արժանանալ հավիտենական կյանքին։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։